Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Ասլանյան, սկսենք օրվա գլխավոր իրադարձությունից։ Երևանում այսօր ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովը, մեծ թվով օտարերկրյա ղեկավարներ են Հայաստանում այս պահին։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունը սրանից փորձելու է առավելագույն քարոզչական էֆեկտ ստանալ ընտրությունների նախաշեմին, սակայն ըստ ձեզ այս հանդիպումը միջոցառումները ինչ են տալու Հայաստանին շարքային քաղաքացում։ Կարող է իշխանությունը հնարավորության դեպքում նաև ընդդիմությունը գոնե փորձել գերիների վերադարձի հարցում ինչ-որ առաջընթացի հասնել։ Վերջից սկսեմ, այդ առաջնահերթությունն ու ամենամեծ իրավունքն ու նաև միջոցը ունի իշխանությունը, ես չգիտեմ, կօգտվի այդ իր առավելությունից թե ոչ, մինչև այժմ չենք նկատել, որ հայապահպանության, հայանպաստության ու ընդհանրապես հայաստանյան ու հայկական շահի վերաբերյալ վերջին տարիներին ինչ-որ ակնառու հաջողություններ արձանագրված լինեն, ուստի ես սա վերաբերում եմ որպես իշխանությունների համար ուղղակի մի PR քարոզչական ակցիա, որով կփորձեն նաև իշխանությունները, այսպես ասած, արևմտամետ զանգվածին դեպի իրենց կողմը ներգրավել, այդտեղ մարդիկ կան, որոնց հետ մեր վերջին 3-4 տարիների հարաբերությունները շատ դառը ու տխուր հիշողություններ են առաջացնում կապված Արցախի ճանաչման, Արցախի կորստի, ընդհանրապես հայկական էթնիկ զտումների հետ, ուստի որպես մեր երկիր այցելած, չգիտեմ, հյուրեր, հյուրընկալություն, չգիտեմ, լոյալ են վերաբերում, բայց ըստ էության, եթե հայաստանամետ, հայաստանյան հայկական շահի վերաբերյալ, պետական, ազգային, ինքնիշխանական շահի վերաբերյալ որևէ լուրջ արձանագրումներ չլինեն, դրանք ուղղակի կներեք վերջի շրջանի, այսպես ասած, ուտել, խմելու հարցիների շարքից են ուղղակի մի քիչ ավելի լայց մակարդակի, ուստի ըստ էության մեծ ակնկալիքներ չունեն բացի քարոզչական նպատակով օգտագործվելիք։ Իսկ ինչ ճանապարհով եք տեսնում, որ հնարավոր կլիներ ինչ-որ բանի հասնել, գուցե իշխանությունը չգիտի, փորձենք հուշել նրանց։ Ես կարծում եմ Եվրոպայում ու ընդհանրապես արևմտյան որոշակի շրջանակներում այժմ ու այս վերջին շրջանում միջազգային իրավունքը պլան եւ մասնավոր կարճաժամկետ քաղաքական առաջնահերթություններն են այսօր թելադրում միջազգային շահն ու իրավունքը, հետեւաբար Հայաստանը այս պահին իր ինքնիշխանության, մեր պարտվողական քաղաքականության, ընդհանրապես մեր բանակցային հարաբերություններում զբաղեցրած դիրքերից ելնելով կարող եմ ենթադրել, որ ըստ էության միայն ուժեղ դիվանագիտությունը, միայն ուժեղ պետությունը կարող է հավասարի դիրքերից բանակցել թե եվրոպական առաջնորդների, արևմտյան, թե նաև մեր հակառակորդների կամ բարեկամների հետ, ուստի կարծում եմ այս պահին ուղղակի մեծ ակնկալիքներ ունենալ թե ընդդիմությունից, թե իշխանությունից այս պահին չեմ տեսնում ըստ էության։ Ուղղակի մամուլը գրում է, որ առաջիկա օրերին գուցե մի խումբ վերադառնա գերիների։ Կողմից նաև կան առաջարկներ, որպեսզի ակցիաներ կատարվեն, այսօր էլ կարծեմ ակցիաներ կային, իսկ գերիների վերադարձի հետ կապված, գիտեք, եթե դրանք պիտի մատուցվեն որպես ընդամենը գալիք ընտրությունների նախաշեմին կատարվող բարի կամքի դրսևորում, որը էլի ծառայելու է քարոզչական նպատակի ու դրանց մեջ ես չեմ տեսնում ու չեմ մտածում, թե ներառված կլինեն գերիների վերադարձի մեջ մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Արցախի նախկին նախագահները, ուստի կարծում եմ, եթե նույնիսկ լինի, իհարկե շատ լավ է գերիների վերադարձը մեր եղբայրների, բայց եթե դա փաթեթային տարբերակով չէ, եթե դա չի ծառայում, այսպես ասած, գլոբալ խաղաղության օրակարգի, հաշտվողականության խաղաղության օրակարգին, ապա դա ընդհանրապես կարելի է դիտել զուտ ակցիա, քարոզչական PR առավելապես։ Զուտ ակցիա, որը ծառայելու է կոնկրետ մի նպատակի,
դրա համար սպասենք, տեսնենք ինչ կլինի։ Եվ թեպետ իշխանությունը փորձում էր ամեն գնով հասնել նրան, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն էլ ժամանեին Երևան եւ մասնակցեին այս միջոցառմանը, դա տեղի չունեցավ, թուրքական կողմը փոխնախագահի ներկայությամբ է մասնակցում, իսկ Ադրբեջանի նախագահը հեռավար։ Ձեր գնահատմամբ ինչու Ալիևն ու Էրդողանը Նիկոլ Փաշինյանին չարժանացրին իրենց ընդունելու պատվին, եթե իսկապես խաղաղությունը հաստատվել է, ինչպես մեր իշխանությունն է պնդում։ Ես այդ վերլուծությունը բերեք չանեմ, ուղղակի իրենք կարծում եմ առաջնորդվում են իրենց կողմից այս պահին շրջանառվող, իրենց կողմից հրամցվող, իրենց մեր նկատմամբ ունեցած իրենց պետական քաղաքականության շրջանակներում են գտնում, դրա համար չեն ուզում երևի թե մեզ ինչ-որ այդ կարգի նաև ինչ-որ ժեստ մատուցել, ուստի նրանք սպասելու են այնքան, մինչև իրենց ցանկացած փաթեթային որոշումները մեր կողմից զիջվելիք որոշումները ստանան, միգուցե հետո արդեն իրենք կուզենան ակնկալել, որ այլ կարգավիճակով այս երկիր այցելեն, բայց ես կարծում եմ, որ մեր երկիրը պիտի մեծ փոփոխություններ կատարի ընդհանրապես կառավարման, իշխանության, ընդհանրապես մեր պետության գոյության, մեր պետության բովանդակության ասպարեզում հենց մեր առաջնորդի կողմից ղեկավարվող մեր ուժեղ Հայաստան կուսակցությունը իր ղեկավարի հետ կարող է առաջիկայում կառավարություն ձևավորելուց հետո բանակցային ֆորմատը փոխել թե որակական, թե բովանդակային, թե նաև ռեպուտացիոն առումով, ուստի չեմ կարծում, թե այս ընթացքում այս իշխանությունների պարագայում, գոյության պայմաններում մենք լուրջ որևէ հաջողություններ կարձանագրենք, որոնք կծառայեն երկարաժամկետ պետական շահերին, սպառել են արդեն իրենց այս իշխանությունները, այս իշխանությունները, ինչպես մենք տեսնում, հետևում ենք իրենց այս վերջին տարիներ, իրենց բոլոր գործողությունները ուղղված են քարոզչական նպատակներին եւ ոչ թե գլոբալ խնդիրների լուծմանը։ Գալով արդեն ընտրություններին, պարոն Ասլանյան, դուք միացել եք Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությանը, այս ուժի նախընտրական ցուցակի առաջին տասնյակում եք։ Ինչու որոշեցիք հենց այս ուժին միանալ, իշխանությունները գիտեք, հայտարարում են, որ ուժեղ Հայաստանի դեմքով այս ընտրություններին հանրապետականն է մասնակցում, սա հիմնավորում են մի քանի նախկին հանրապետականների, այդ թվում ձեր ներկայությամբ ցուցակում, եւ ինչ եք կարծում, այս հանգամանքը որքանով կարող է խանգարել ուժեղ Հայաստանին հաշվի առնելով ՀՀԿ-ի նկատմամբ մեր հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքը։ Անդրադարձել եմ, ես իմ կյանքի որևէ դրվագի համար, որևէ կերպ, ոչ խուսափողական, ոչ ինչ-որ ամաչելու երևույթներ չեմ, ես Մամիկոն Ասլանյանն եմ, ես ինքս եմ որոշում կայացրել միանալու այս թիմին բազմաթիվ պատճառներով, սկսած իմ համերկրացի լինելը, սկսած որ Սամվել Կարապետյան այս բռնաճնշումների ինձ նաև հաշվի առնելով իմ նախորդ տարիների դառը փորձը նաև Սամվել Կարապետյանն այս քաղաքճնշումների միջով անցնող ու նաև արդեն շարժում եւ քաղաքական ուժ ձևավորելուց հետո նաև տնտեսական, անվտանգային մեր երկրի հետ կապված տեսլականը Սամվել Կարապետյանի ու ներկայացված ծրագրերը լրիվ համահունչ են իմ պատկերացրած ապագա Հայաստանի հետ, իմ մարզի, մեր քաղաքի զարգացման հեռանկարների հետ, նաև հաշվի առնելով, որ ես ինքս լինելով ակտիվ մարդ, նաև քաղաքական պրոցեսների մեջ չէի կարող ուղղակի կողքից դիտորդի կարգավիճակով հետևել, որովհետև ես Վանաձորում վերջի 10 տարում 2 ընտրություն եմ հաղթել, որից վերջինը բնականաբար Փաշինյանի իշխանությունների կողմից չի ստացել դե յուրե ձևակերպում, այսինքն ինձ կալանավորել են 2 տարի 7 ամիս բանտում պահել են, որպեսզի ես չստանձնեմ քաղաքապետի պաշտոնը, իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես կուսակցականությանը, ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի ուժը ազգային միասնության համախմբման մեր երկրում ներսի թշնամանքը վերացնելուն է ուղղված ու այդ մասով կարծում եմ այստեղ ամենակարևորը մարդկանց պրոֆեսիոնալիզմն ու մաքուր ձեռքեր ունենալն է, մաքուր անցյալ ունենալն է, ուստի ես նաև գտնում եմ, որ այս ուժը ոչ թե դասական քաղաքական ուժ է, այլ համախմբող, ազգային, ընդհանրապես ազգային տեսլական ունեցող այնպիսի ուժ, որ կարողանա հասարակության լայն զանգվածներին համախմբել ու շարժվել առել։ Այսքան գտնում եք, որ ձեր նախկին գործունեությունը մասնավորապես հանրապետականի հետ ասոցացվելը ձեզ եւ ուժեղ Հայաստանին չեն խանգարի։
Ես ինչ գտնում եմ այդ ուղղությամբ բազմաթիվ գործողություններ եմ արել, եթե այն դա մեղադրանք է որոշ շրջանակների կողմից, ապա թող դա լինի ինձ միակ մեղսագրվող մեղադրանքը իմ անցյալը, բայց ես եթե այդ համապատասխան շրջանակներ իրենց նեղ շրջապատը, նեղ կուսակցական շրջապատը նայեն, կտեսնեն, որ իրենք շատ ավելի խայտաբղետ են, ուստի չի կարելի ուղղակի ֆիկտիվ հանրապետականների պակաս չունեն իրենց ուժում։ Հանրապետականների, ԲՀԿ-ի բուկլետ բաժանողների եւ այլ, ես իմ ելի եմ կրկնում իմ անցյալի որևէ ապրած ժամանակաշրջանից որևէ կարգի վատ զգալու որևէ խնդիր չունեմ, ես Վանաձոր համայնքի ղեկավարն եմ եղել եւ իդեպ այս իշխանությունների հետ ես ավելի երկար եմ աշխատել որպես համայնքի ղեկավար, քան հանրապետական իշխանությունների հետ, բայց ելի եմ կրկնում կուսակցականությունը թող լինի իմ միակ մեղքը։ Ու հաշվի առնելով դուք որ երկար տարիներ ղեկավարել եք Վանաձորը, 2021 թվականին ըստ էության ընտրվեցիք, բայց այդպես էլ չկարողացաք պաշտոնավարել, ձեզ թույլ չտվեցին, հաջողության հասնելու դեպքում ձեր հետագա գործունեությունը որտեղ եք պատկերացնում։ Անկեղծ ասած, այս ընտրություններին ես վերաբերում եմ, ելի եմ կրկնում, ոչ թե որպես դասական ինչ-որ ընտրություններ հերթական, այս ընտրությունները մեր ազգային արժանապատվության, մեր պետականության, ինքնիշխանության վերականգնման, մեր հեղինակության գործիքից գործոն դառնալու մասին են հայկականությունը պահպանելու եւ ընդհանրապես հայկական պետականությունը պահպանելու մասին են, ուստի ինչ-որ երկարաժամկետ կամ կարճաժամկետ որոշումներ ես այս պահին որևէ կերպ չունեմ, ես ամբողջովին լծված եմ այս ընտրությունները հավուր պատշաճի իմ մասով նաև առաջ տանելով, որպեսզի մենք արձանագրենք առավելություն, արձանագրենք հաղթանակ եւ կարողանանք մեր մեծ թիմով, ընդհանրապես մեր հայկականությամբ կարողանանք մեր երկիրը այս վիճակից դուրս հանել։ Իսկ հետագայի մասով որոշումներ չունեք։ Բնականաբար որոշումներ չունենք, որովհետև այս ընտրությունները մեր երկրի ապագայի մասին են, իսկ ապագան տեսնելուց, ապագայի նկատմամբ որոշակի գործողություններ տեսնելուց հետո նոր կարելի է խոսել ապագա գործողությունների։ Ես վստահ եմ նաև, որ Վանաձորի բնակչությանը ամենաշատը հետաքրքրում է կրկին հավակնելու եք Վանաձորի ղեկավարի պաշտոնին։ Անկեղծ ասած, ես այս պահին էլ եմ ասում նման որոշում չունեմ, դեռևս ես շարունակում եմ լինել Վանաձոր համայնքի ավականու անդամ, ամենամեծ խմբակցության անդամ, իմ անվամբ դաշինքով ընտրություններում հաղթած ավականու անդամ, ուստի դեռ այս իրավական այս ժամանակաշրջանի պրոցեսը դեռ չավարտված, այլ որոշումների մասին այս պահին չեմ ուզում խոսել կամ բարձրացնել։ Պարոն Ասլանյան, ձեր ձերբակալությունից հետո շատ էր նշվում, որ իշխանությունները պարբերաբար փորձել են ձեզ հետ պայմանավորվել, այսպես ասած գործարք են առաջարկել ազատություն համայնքապետի պաշտոնից հրաժարվելու բանաձևով մոտավորապես։ Կխնդրեմ հաստատեք կամ հերքեք այդ տեղեկությունները, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, արդյոք անազատության մեջ գտնվելու ժամանակ փորձել են ձեզ հետ պայմանավորվել։ Ոչ, ինձ հետ չեն փորձել, որովհետև ինձ հետ փորձել են միջև անազատության ուղարկելը եւ տեսել են, որ դա անիմաստ եւ ապարդյուն գործողություն է եւ ուղիղ ինձ հետ որևէ գործարքի կամ պայմանավորվածության չեն էլ փորձել գնալ, որովհետև իմացել են, հասկացել են, որ ես գործարքի գնացող տեսակ չեմ։ Նաև դրա համար այդքան երկար ժամանակ անազատության մեջ գտնվեցիք։ Կարծում եմ, այո։ Վերադառնալով օրվա գլխավոր իրադարձությանը, Եվրոպական ժողովրդավարության դրսևորումներից է, երբ ընդդիմությունը ստանձնում է տարբեր համայնքների կառավարումը, խոշոր համայնքների հատկապես, իսկ Հայաստանում թեպետ ընդդիմությունը հաղթում է, բայց մեծ հաշվով չի կարողանում պաշտոնավարել։ Այո, այդ օրինակներն մենք ունենք, մենք ձեր օրինակը ունենք Վարդան Ղուկասյանի եւ այսպես շարունակ։ Ինչի նույն օրինակները արևմտյան շրջանակների կողմից պատշաճ գնահատականի չեն արժանանում, ինչն էլ ոգևորում է իշխանություններին եւ հետագայում նման քայլերի գնալու դրդում։ Ես մեր հարցազրույցի սկզբում ասացի, որ արևմտյան կենտրոնները վերջին տարիներին լծված են ոչ թե մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ընդհանրապես միջազգային իրավունքի առաջ տանելու, այդ իրավունքները պաշտպանելու եւ նաեւ այլ գործընկերության շրջանակներում նոր զարգացող ժողովրդավարություններին ոչ թե իրական ժողովրդավարության ուղղությունների վրա են աշխատում, այլ ամեն կերպ աշխատում են
կարճաժամկետ քաղաքական շահեր սպասարկելու, միջազգային տարածաշրջանային շահեր սպասարկելու, այս կամ այն երկրների նկատմամբ թշնամանք հրահրելու, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, մեր հարևանների նկատմամբ Իրանի, հետեւաբար ես կարծում եմ, որ միջազգային իրավունքը իր տեղը զիջել է կամայական ուժի եւ ընդհանրապես քաղաքական շահերի վրա հիմնված իրավահարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ նույն թիմ ընտրությունների օրինակով խոսեցին, որ իշխանությունը թույլ չի տալիս պաշտոնավարել, իսկ ուժեղ Հայաստանը հավակնում է բացարձակ մեծամասնություն ստանալուն։ Ինչ եք կարծում, եթե ընտրությունների արդյունքում ձեզ հաջողվի այդ մեծամասնությունը ստանալ, որը դուք ցանկանում եք, գործող իշխանությունը կհամակերպվի այդ արդյունքների հետ, հաշվի առնելով նախորդ դարը փորձը։ Ես կարծում եմ, որ ցանկացած իշխանություն պիտի հասկանա, որ տեղերում տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդին ամենահասանելի օղակներն են, իշխանական, կառավարչական, ուստի երբ որ նրանց նկատմամբ պետական ավելի բարձր օղակները ոտնձգություն են կատարում, դա ոչ միայն անդրադառնում է համայնքի տնտեսության, համայնքի կառավարման, այլ նաև բնակչության հոգեբանության վրա եւ բնակչությունը սկսում է կասկածամտությամբ եւ շատ լուրջ վերապահումներով վերաբերվել կենտրոնական իշխանություններին։ Մենք տեսել ենք տարբեր համայնքներում դրա վառ դրսևորումներ, ուստի կարծում եմ հաջորդ կառավարությունը, հաջորդ իշխանությունը պիտի լոյալ վերաբերվի քաղաքական ընդդիմադիրներին, մանավանդ ընդդիմադիր համայնքապետերին, որովհետև համայնքապետը ըստ էության, որպես համայնքի ղեկավար ընդդիմադիր լինել չի կարող, ինքը կարող քաղաքական այլ հայացքներ ունենա ավելի բարձր քաղաքական տրամագծերում, բայց ինքը որպես համայնքի ղեկավար չի կարող ուզի թե չուզի պետք է աշխատի իշխանության հետ։ Դա օրենքն է, ուզել չուզելու հետ դա բացարձակ կապ չունի, դա սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով թելադրված գործառույթներ է իրականացնում տեղական ինքնակառավարման մարմինը, ուստի համայնքի ղեկավարը եւ ավականին պարտավոր են գործել տեղական ինքնակառավարման օրենքների եւ նաեւ սահմանադրության շրջանակներում, ուստի ասել ընդդիմադիր համայնքամետ իջում է համայնքապետը ընդդիմանում, կառավարության ծրագրերը եթե չի կատարում, դա վնաս է իր համայնքին։ Եթե պետական բյուջեի միջոցները ճիշտ չի ծախսում, դա քրեական հանցագործություն է կամ վարչական կամ էլի համայնքի նկատմամբ ունեցած վատ վերաբերմունք, ինչը հաջորդ ընտրություններին նա իր վրա նաև զգալու է ընտրություններին մասնակցելուց հետո ստացած ձայների հաշվարկի արդյունքում։ Ուստի որևէ համայնքի ղեկավար, դա կլինի դիմադիր թե ընդդիմադիր, իր համայնքը ղեկավարելիս պիտի եւ առաջնորդվում է մեծամասամբ համայնքի շահերով, իր համայնքի բնակիչների շահերով եւ ոչ թե նեղ քաղաքական կուսակցական շահերով։ Եվ համապետական մակարդակում, ինչպես արդեն նշեցի, Փաշինյանը պարտվելու դեպքում պատրաստ է իր պարտությունը ընդունել եւ խաղաղ ճանապարհով զիջել իշխանությունը։ Ես կարծում եմ, պիտի այնպիսի պարտություն լինի, որ ուզի չուզի պիտի ընդունի։ Իսկ չընդունելու դեպքում դուք ունեք այն ճանապարհային քարտեզը, ինչպես դուք դա թույլ չտալու։ կան, կարծում եմ մեր ուժը, մեր ուժի ղեկավարը այնպիսի հեղինակություն եւ պատրաստվածություն ունի, որ մեր ուժի համար նախատեսված են նաեւ այլ սցենարներ։ Եվ դուք քանի որ Վանաձորում եք բնակվում, կխնդրեմ նշեք բնակչության շրջանում այս պահին ինչ տրամադրություններ կա, մարդիկ ինչպիսի վերաբերմունք ունեն առհասարակ քաղաքական զարգացումների եւ նույն ձեր ուժի նկատմամբ հաշվի առնելով ձեր գործոնը։ Բնակչությունը մեծ մասով վստահության եւ հույսի նշույլներ ու նշաններ է փայփայում Սամվել Կարապետյանի եւ նրա ղեկավարած ուժի նկատմամբ։ Իսկ ծրագրերի մասով արդեն ծրագրերի մասով մենք իրազեկման լայն ակցիաներ ենք թե մեդիա ռեսուրսների, թե նաեւ քարոզչական միջոցներով, չնայած պաշտոնական քարոզչությունը չի սկսել դեռ, բայց իրազեկման ակցիաների միջոցով մենք բնակչությանը հասցնում ենք նաեւ մեր ծրագրերի մասին, փորձում ենք զրուցել քաղաքացիների հետ, փորձում ենք բացատրել, որպեսզի մեր քաղաքացիները, որոնք հիմնականում մանավանդ շրջաններում, մարզերում ՀՄԿ-ի ազդեցության տակ են, որպեսզի այդ մանիպուլյացիաներին չտրվեն եւ տրիվիալ համեմատությունների միջոցով կան ճիշտ ընտրություն կատարելու եզրահանգմանը։ Համեմատեն մարդկանց, համեմատեն անցած ճանապարհը, համեմատեն պատմությունները, համեմատեն նրանց ընդհանրապես ֆենոմենները եւ կատարեն ճիշտ ընտրություն։ Եվ պարոն Ասլանյան, գիտեք, իշխանությունը ձեզ եւ այդ թվում մյուս առանցքային ընդդիմադիր ուժերին որակում է որպես պատերազմի եռագլուխ կուսակցություն, պնդում են, որ եթե դուք գաք իշխանության, ապա նոր աղետաբեր պատերազմը անխուսափելի է լինելու, նաեւ ժամկետներն են նշում։ Այս պնդումներին ինչպես կարձագանքեք եւ ինչ եք կարծում, սա մեր բնակչության շրջանում ինչ արձագանք է գտնում։ Տեսակ երևի դեմքիս ժպիտել եկավ։
այն իշխանությունը, ում օրոք եղել են աղետաբեր, կորստաբեր, մեր հայկականության համար աղետալի հետևանքներով պատերազմներ, այլ ուժերին մեղադրի, թե պատերազմի միջոցով կամ պատերազմի եռագլուխ, քառագլուխ, վեցագլուխ, չգիտեմ ինչեր են դիցաբանական գալիս կամ ձգտում իշխանության, դա միայն ծիծաղ զավեշտ կարող է առաջացնել, զավեշտի զգացողություն եւ ամենանեղ, ամենակարճ անցյալը եթե ուսումնասիրենք, կտեսնենք ում օրոք են տեղի ունեցել պատերազմները եւ մի մարդ, որը հիմա խոսում է ինստիտուցիոնալ խաղաղության մասին, հանկարծակի մի ամիս ու կես առաջ ընտրություններից հիշել է, որ կարող է լինել աղետաբեր պատերազմ, այն էլ սեպտեմբեր ամսին։ Նախ մեր կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանը վերջերս նշեց, որ ինքը խոստանում է, որ իշխանություն ունենալու դեպքում ոչ միայն սեպտեմբերին, այլ հոկտեմբերին ու նաև մնացած բոլոր ժամանակաշրջաններում այլևս պատերազմ չի լինի, ու դա նշանակում է, որ պիտի ժողովուրդը իր ընտրությունը ճիշտ կատարի, իր ձայնը տալով ուժեղ Հայաստան կուսակցությունը ու նրա առաջնորդին, որպեսզի պատերազմ չլինի եւ մանիպուլյացիաներ չլինեն, որպեսզի մեր երկիրը բնականon հունով զարգանա, ունենանք ուժեղ տնտեսություն, ունենանք պաշտպանունակ երկիր, ունենանք սոցիալապես ապահովված հասարակություն եւ մեր բնակչության իդեպ նաեւ այս վերջում մեր բնակչության ամենախոցելի խավերի համար նաև մեր կուսակցության առաջնորդի կողմից հնչեցվել է աղքատության հաղթահարման համար 150,000 դրամ ամսական նպաստի մասին ապագայում կատարվելիք գործողությունների մի ծրագիր, որով գոնե կթոթափվի մեր բնակչության 20-ից 25% աղքատության շեմին կանգնած մեր ժողովրդի վիճակը։ Եվ այս վերջին հետազոտության տվյալներն են նայում սոցհարցումների ուժեղ Հայաստան կուսակցությունը շարունակում էր երկրորդ տեղում մնալ 14.1% վարկանիշով։ Ձեր գնահատմամբ որքանով է սա իրականությանը համապատասխանում առնվազն այս պահի դրությամբ եւ սրա վրա ինչ ազդեցություն են ունեցել ձեր կուսակիցներին վերագրվող ենթադրյալ կաշառք բաժանելու մեղադրանքները։ Գիտեք, նախ այդ վերջի ձեր թվարկած դրվագներին անդրադառնամ, եթե հիմա համատարած այս գաղտնալսումների շրջանում նմանատիվ ցածր որակի կենցաղային խոսակցություններ նետվում են դաշտ իբրև թե դրանք քրեական հանցագործություններ են, կներեք մեր կենցաղային խոսակցությունները, իրենց կենցաղային խոսակցությունները, եթե մենք հնարավորություն ունենանք լսելու, կարծում եմ շատ ավելի խայտառակ, շատ ավելի վատ, շատ ավելի քրեական տարրեր պարունակող խոսակցություններ անտեղ կլինեն, քան թե կներեք շտաբի սովորական աշխատողների կամ ենթադրվելիք կամ մեր քաղաքացիների, իդեպ այդքան շահարկվող այդ թեմաների, եթե մենք խոսակցությունները լսենք, մարդիկ լավ օրից չի, որ ինչ որ ակնկալիքներ ու ընդհանրապես հագուստի հետ կապված ինչ որ ունենալ չունենալու հետ է կապված, ուստի այն իշխանությունը, որը մարդկանց հասցրել է այդ վիճակի, գոնե պիտի լռի եւ չբարձրաձայնի նրանց մասին, մանավ որ այդտեղ որևէ ընտրական process չկա, որ կաշառք լինի, կամ էս լինի, կամ մեր զինվորականին հայտնի Արտուր Ավանեսյանին կալանավորելուց մարդ ընդամենը ասում է, որ եթե ուժեղ Հայաստանը գա իշխանության, կունենակ աշխատանք, հող, տուն եւ այլ, ու այդ մարդուն վերագրել կաշառքի խոստում, իրենք ամեն օր 24-ժամյա ռեժիմով զբաղված են, եթե սրանք կաշառքի խոստումներ են, ապա իրենք հենց կաշառատվությամբ են զբաղված եւ բոլոր այն խնդիրները, որոնց լուծումները հենց իշխանությունից ու կառավարությունից է կախված, այս մարդիկ թողել են վերջի 3 ամսում, որպեսզի ընտրությունների բարձրացում, այո, քաղաքացիներին կաշառեն, բայց մեր քաղաքացիները բավականին իմաստուն են, խոհեմ ու շրջահայաց են եւ նաեւ մեր հետ շփումներում են արտահայտվում իրենց մտահոգությունների մասին, ուստի ես կարծում եմ, որ որևէ բան չի օգնելու, այս իշխանությունը չի վերարտադրվելու, որովհետև այս իշխանության վերարտադրությունը ոչ թե ինչ որ քաղաքական ուժերի կմահաճույքի, անբարյացկամ վերաբերմունքի կամ չուզելու արդյունք է, այլ այս իշխանությունների օրոնք հայկական շահը գնացել է երկրորդ պլան, մեր ինքնիշխանությունը բազմակի անգամ իջեցվել է, մենք կորցրել ենք Արցախ, հայկական տարածքներում իրենց կողմից նույնիսկ այդ իրենց կրծքին 29743-ից մեջ գտնվում են ադրբեջանական օկուպացիոն զորքեր, այդ իրենց կողմից շատ չարչրկված սահմանազատման գործընթացը կարծես դադարեց, էլ դրա մասին որևէ խոսակցություն չկա, երևի ավելի ցավոտ բաներ են սպասվում, ուստի դրանք թողնվել են իրենց համար ակնկալվելիք
հաջողությունից հետո ընտրությունները ավարտելուց հետո իրագործելուն, ուստի ես մեր բնակչությանը նաև հորդորում եմ, որպեսզի խոհեմ լինեն, շրջահայաց լինեն, համեմատեն մարդկանց ու կատարեն ճիշտ ընտրություն, որ մենք վաղը չունենանք հայկական նոր տարածքների կորուստ, որպեսզի վաղը մենք չունենանք 300,000 ադրբեջանցիների մուտք Հայաստանի Հանրապետություն, որպեսզի մենք վաղը չունենանք Ալիևի կողմից նոր պահանջներ, նոր զիջումների գնալու պատրաստակամություն իշխանությունների կողմից, ուստի ձեր ձայնը մեր ժողովրդին եմ դիմում, պիտի տալ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, որը արժանապատիվ հայ է, որը հայկականության նաև իր մեջ ամենամեծ հայկականությունը կրող անձանցից մեկն է եւ իր յուրաքանչյուր խոսք վերահացվելու գործի, ինքը որևէ անգամ խոսքերի շահարկմամբ չի զբաղվելու, մանիպուլյացիայով չի զբաղվելու, ինքը գործի հայության արարման կերտման մարդ է, ուստի իր բոլոր խոստումները ինքը կատարել է։ Պարոն Ասլանյան, Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու օրակարգը հնարավոր կդառնա այն դեպքում, եթե 2/3 ունենաք խորհրդարանում, որը գիտենք իհարկե չափազանց բարդ է դա ակնկալելը, այդ թվում անգամ եթե մյուս առանցքային ընդդիմադիր ուժերը, ովքեր պատրաստակամություն են հայտնել Սամվել Կարապետյանին աջակցելու, դա անեն եւ մեծ հաշվով ԿՊ-ն գուցե այդքան ձայն ավելի շատ ունենա, էլի, ըստ էության, այս դեպքում ինչպես եք պատկերացնում իշխանություն ստանձնելու օրակարգը, ում գլխավորությամբ։ Բարդ բաները տրվում են ուժեղ մարդկանց, բարդ բաները իրագործումը տրվում են ուժեղ մարդկանց, իսկ մեր առաջնորդը հենց այդ ուժեղ մարդկանցից մեկն է, որը երիտասարդ տարիքում առանց որևէ նյութական արժեքների դուրս է եկել հայրական տնից եւ վերադարձել է Հայաստան այժմ միլիարդատեր դարձած, համաշխարհային Forbes-ի ցուցակում գտնվող տնտեսական մեծ հզորություններ ունեցող եւ եթե սրանից 35 տարի առաջ Սամվել Կարապետյանին մեկը կարողանար ապագայի նկատմամբ կանխագուշակություն անել, ապա այս տիպի կանխագուշակություն չէր անի, ուստի այդ բարդությունների լուծումը թողեք ուժեղ Հայաստան կուսակցությանը, ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդին եւ հետագայում դրանք բոլորը նաեւ եթե Սամվել Կարապետյանը առաջարկել է իր ծառայությունը մեր ազգին ու ժողովրդին, դա առաջարկություն է, ոչ թե պայման ու պահանջ, եթե ժողովուրդը ընդառաջ կգնա եւ իր վստահության քվեն կտա Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած ուժին, այն ժամանակ արդեն դրանք տեխնիկական եւ ժողովրդի կամքի արտահայտությանը վերաբերվող խնդիրներ կլինեն, օրենսդրական փոփոխությունները, ուստի դրանք բոլորը լուծվելիք հարցեր են, կարևորը այս խնդիրը լուծելն է, մեր ազգի արժեվ դրված այս խնդիրը այս պատմական ժամանակաշրջանում լուծել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, այլ սցենար անգամ չեք էլ դիտարկում կուսակցության ներսում։ Չի դիտարկվում այս բանը, որովհետև մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, իհարկե ի գիտություն ընդունելով եւ ի նկատի ունենալով թե մեր օրենսդրությունը, թե նաեւ ձեր ասած ուժերի կողմից սատարման կամ ապագայում սատարման հայտարարություն։ Եվ պարոն Ասլանյան, վերջում մենք գիտենք, որ գործող իշխանությունը մի շարք պարտավորություններ է ստանձնել, որոշներն անգամ ստանձնել է եւ այդ մասին հրապարակային մակարդակում չեն հնչեցվել, դուք էլ ձեր խոսքում դրա մասին ակնարկեցիք։ Իշխանության գալու դեպքում արդեն այս պարտավորություններին ինչպես եք մտադիր վերաբերվել եւ ներողություն եմ խնդրում նույն Հայաստանի օկուպացված տարածքների ազատագրման կամ վերադարձի խնդիրը ինչպես եք նախատեսում լուծել։ Բոլոր լեգիտիմ պարտավորությունները, որոնք բխում են մեր ազգային շահերից եւ որոնք անդառնալիության այն կետում չեն, որոնք բարելավ են, բնականաբար որպես պետական նաեւ քաղաքականություն կանդրադառնանք այդ հարցերին, իսկ մնացած այն հարցերը, որոնք դեռևս գտնվում են սաղմնային փուլում, խոստումների մակարդակով, բնականաբար որոնք չեն բխի հայկական շահերից, մեր ուժը այդ շահերը կվերաձևակերպի բանակցային, ուժեղ բանակցային դիրքերից, մեր միջազգային գործընկերների հետ համատեղ մենք կարողանանք այդ խնդիրներին տալ լուծում, որպեսզի դրանք ունենան հայանպաստության, հայկականության համար բարենպաստ վիճակներ։ Օրինակ գործող խաղաղության պայմանագիրը, որի տեքստը արդեն համաձայնեցվել է, դուք պատրաստվում եք ստորագրել։ Գործող խաղաղության պայմանագիր չկա։ Նախաստորագրված տեքստը, որը գիտենք։ Նախաստորագրված պայմանագիր չի։ Դա մտադրությունների մասին պայմանագիր է, որի մեջ կան կետեր, որոնք կետերը միջև վերջ հրապարակված համաձայնեցված չեն, դրանք ուղղակի մտադրությունների մասին են, ես ելի եմ կրկնում, այն կետերը ընդհանրապես, որոնք կբխեն հայկականության շահերից, կունենան կոնստրուկտիվ որևէ լուծման տեսլական, ընդհանրապես դրանք կորսված չեն լինի, կորզված ավելի շուտ չեն լինի
ճնշման, մեր նկատմամբ մեր պարտված լինելը հաշվի առնելու իրավիճակում չեն դրանք ստեղծված լինի, մենք այդ կետերին բնականաբար կանդրադառնանք արդեն մեր ուժեղ Հայաստանի, ուժեղ դիվանագիտական թիմի շրջանակներում, իսկ քանի որ չկան պայմանագրեր, մենք այդ պայմանագրերի մասին ճիշտ չի որ խոսենք։ Եվ գաղտնիք չի լինի իշխանության այն թեզը ձեզ համար, որ ասում են վերաբանակցելը պատերազմի դուռ է բացելու, ինչ որ կետ չկատարելը պատերազմ է լինելու։ Բանակցում են ինչ որ նյութի, փաստաթղթի շուրջ, եթե այդ փաստաթուղթը չկա, դա վերաբանակցել չի կարող կոչվել, դա որոշ, էլ եմ ասում, լեգիտիմ պարտավորություններ իրավունքից, փաստաթղթերից, պայմանագրային պարտավորություններից բխող բնականաբար Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, կհասկանանք իրագործման ճանապարհային քարտեզի պայմաններ, որոնք ընդհանրապես մտադրություններ են, բնականաբար ոչ թե բանակցելու կամ վերաձևակերպելու, այլ կլինեն բանակցային process-ներ հավասարը հավասարի դիրքերից, մենք բազմիցս շեշտել ենք, որ խաղաղությունը պիտի լինի արժանապատիվ, երաշխավորված միջազգային գործընկերների կողմից, ուստի այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն, իսկ ինչ վերաբերում է, որ մենք դեստաբիլիզացիոն ուժ չենք, որ գանք ինչ-որ մարգինալ դիրքերից, սրացման դիրքերից սկսենք մեր բանակցությունները, Սամվել Կարապետյանի կերպարը զսպող, հավասարակշռված, մեծ հզորություններ ստեղծող եւ մեծ միջազգային կապեր ունեցող մարդու կերպար է, ուստի մենք կգտնենք դրա ձևը, թե որ դիրքերից մենք սկսենք բանակցությունները եւ որոնք են կոչվում բանակցություններ, որոնք են կոչվում վերաձևակերպումներ եւ ճանապարհը տեսնում եք։ Ճանապարհը բնականաբար տեսնում ենք։ Շնորհակալ եմ, պարոն Ասլանյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Կհանդիպենք։